Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի հետ։ Ողջույն, պարոն Սուքիասյան, շնորհակալություն միանալու համար։ Լավ, Պարոն Սուքիասյան, վստահ եմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը կամ հետևել եք կամ համենայն դեպս տարբեր դիտարկումների արդեն ծանոթ եք։ Քոչարյանի մոտ ծերունական մառազմ է։ Ոչ, իհարկե։ Սրանք Հայաստանի փլցնելու քաղաքականության մոլուցքով տառապող մարդիկ են, որոնք Հայաստանը համարում են իրենց օտար մի բան, եթե ավելի համեստ չլինենք եւ ավելի ճշգրիտ լինենք, իրենք Հայաստանը համարում են իրենց թշնամի եւ Հայաստանի Հանրապետության վերականգնման ցանկացած փորձ այս մարդիկ դիտարկում են ոչ միայն որպես անձնական ողբերգություն, այլ նաեւ ողբերգություն իրենց իսկական հայրենիքի համար, որն է Ռուսաստանը, բայց քանի որ նաեւ կողոպուտի վրա բռնվել են, քանի որ նաեւ այս մարդիկ բարոյականության հետ որևէ աղերս չունեցող մարդիկ են, բնական է, որ պիտի դրսևորեն լկտիության ամենաբարձր վարքը, դրսևորումները, ինչը որ մենք տեսնում ենք, ցինիզմի, չգիտեմ, ամեն ինչ արհամարհանքի, ամեն ինչի համեմունքով։ Սրանք մեզ հայտնի տեսակներ են, մարդիկ են, որոնք հետաքրքիր է, էլի, որոնք եղել են նախագահներ, բայց որոնք այդ նախագահության ժամկետը օգտագործել են բացառապես պետությունը փլցնելու, բայց նաև իրենց անձնական հարստության համար, հիմա բռնվել են, բացի այդ մեծ ոճիրի մեջ են, ոճիրը չեն կարողացել ամբողջությամբ իրականացնել, այն է Արցախից հետո Հայաստանում հեղաշրջում անել, պետությանը տապալել, դա չեն կարողացել անել, ունեցվածքների մի մասն էլ, շատը չէ իհարկե, մի մասն էլ ձեռնից ուզում են տանեն, դրա համար այս մարդիկ ինչ ասես կասեն, այս մարդկանցից ակնկալել բանականության հետ որևէ աղերս ունեցող միտքը, դա անիմաստ բան է, ակնկալել, գիտեք, զղջում նվազագույն, որտեվ իրենց, դեք ոնց է, իրենց արածը շատ մեծ ոճիր է, իրենք շարքային կոռուպցիոներ չեն, էլի, ասենք տարբեր երկրներում կոռուպցիոներներ կան, էլի, ասենք նախագահներ կան, 2 կոպեկ փող են տարել, սրանք պետության եւ ազգային ունեցվածքի կողոպուտով են զբաղված եղել, սովորական շարքային կոռուպցիա չի, կողոպուտ է իրենց արածը, այսինքն եթե մի քիչ մարդ լինեին եւ հայկականության մի քիչ նշու լինել մեջները, մի երկու գոնե մի քիչ կզղջային, մի քիչ ներողություն կխնդրեին, կամ չգիտեմ, էլի մեր ժողովուրդը նայեք, մեր ժողովուրդը ներողամիտ ժողովուրդ է, ինչու որտեղ մեր ժողովուրդը իհարկե հիմա իր եկեղեցուց հեռացել է, բայց մեր ժողովուրդը ներողամիտ է, մեր ժողովուրդը քրիստոնյա է, քրիստոնեությունը սկզբունքներ ունի, օրինակ կարեկցանքի սկզբունքը, կարեկցել էլի, բայց այս մարդիկ շարունակում են լկտիաբար իրենց այլանդակությունների համար որոնել հիմնավորումներ, շրջապատված են լավ, իրենց հայկական չափումներով լավ պրոֆեսիոնալ փաստաբաններով, նաև լրատվամիջոցներով ունեն աջակցություն արտաքին դերակատարների կողմից, գրոհում են պետությանը, ինչ պետք է անեն։ Նորմալ մարդիկ չեն սրանք մեր պետության մեջորդ հետ կապ չունեն, հետևաբար ծերունական մարազմի բան չկա, կա լկտիություն եւ նաեւ այն տեսակետը, որ լավ եմ արել, իրենց արածը դա է։ Քոչարյանի մի շարք բնորոշումներ, որտեղ էլի ջանում էր արդարացնել Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին եւ Բելարուսին, ամեն ինչում մեղադրելով Հայաստանի Հանրապետությանը, զրո հարգանք դրսևորելով այս երկրի պետականության ժողովրդի եռաբլուրի նկատմամբ։ Հայաստանի որակում էր աշխարհաքաղաքական որբ, Ալիևին կարգում
Տեր Փաշինյանին ծառա, սրանք բոլորը իր բառերն են, հակադրում էր Եվրոպական միությունը եւ միութենական պետությունը եւ ասում էր, որ եթե Հայաստանը ուզում է լինել ինքնիշխան, անկախ, պետք է մոռանա Եվրոպական միության մասին եւ այսպես ուղիղ զուգահեռ էլի անցկացնում միութենական պետության ու Եվրամիության միջև էս մարդը։ Ինչ ասեմ, սրանք այս մարդիկ մեր ազգային ողբերգությունն են, որը այն հայության մի հատված կա, որդնած, անուղեղ, հակապետական, բայց իրենց տեսակը մեր մեջ եղել է, ցավալի բան է իհարկե, բայց եղել է։ Ինքը Աղասի Խանջյանի երկվորյակն է։ Աղասի Խանջյանը, որի անունով Հայաստանի Հանրապետություն փողոց կա տնկած, որը որ առաջին հանրապետության դատարանի կողմից պետական դավաճանության համար դատապարտվել է 10 տարի տաժանակիր աշխատանքն է, սա Շահումյանն է, սա Միկոյանն է, սրանք իրենց սերունդներն են, հոգևոր զավակները, սրանք հայկականության հետ կապ չունեն, սրանք խեղված ինքնությամբ հիբրիդային տեսակ են, որ հետաքրքիր բան է, օրինակ Միկոյանը, որ սա նույն Միկոյանն է, ոչ մի տարբեր, նա ատում էր Հայաստանը, ատում էր եւ հասկանալի չէր իր համար թե ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետություն, ինչ է դա, նույնը սա է, այս տեսակը, որը էլ եմ ասում, որը կա, որովհետեւ մեր ժողովուրդը տոլերանտ է, սրանք օգտվում են մեր ժողովրդի տոլերանտությունից, էլի եմ շատ եմ ասել, էլի եմ ասում, Վրաստանում լինի, Լեհաստանում լինի, սատկացրե պրծել են սրանց ժողովուրդը, ոչ է թողել են ինքը բան բացատրի, որ ինքը կարծիք ունի, դե կարող է սխալել ասել, կարող է դա նկատի չունի, չեն էլ լսի բացատրությունը, տարել էին, ծովում խեղդը պրծել էին, բայց քանի որ մեր ժողովուրդը մենք տոլերանտ ենք, իշխանությունը որթե գրել է արդարադատություն հաստատելու այս սիստեմը, դարերի տենց, իրենք անելու են դա, իրենք անելու են, այս տեսակից որևէ բան ակնկալել իմաստ չունի, իրենք բատը գիտեք ո՞րն է, որ այս մարդիկ ինչքան էլ դատախազությունը սրանցից մի երկու կոպեկ է պահանջում, սրանք ունեցվածք ունեն, սրանք փչացրած սերունդ ունեն իրենց հետ, օրինակ եթե հայ փաստաբանները նվազագույն պետականության գիտակցում ունենային, կթքեին սրանց վրա, սրանց փողերի վրա, կթքեին երեսներին, բայց չէ, բարձրվում է Հայաստանում փաստաբանության ինստիտուտը լավ կայացել է նեգատիվ փորձի վրա իհարկե, բայց կայացել է, եւ սրանց հետ այդ խորքի պետությունը հեծնել են իրար վրա, քշում են մեր պետության դեմ, չունենալով ոչ բարոյականություն, զրո են իրենք բացարձակ զրո եւ քաղաքականապես եւ որպես մարդ, բայց իրենց վնասը շատ մեծ է իրենց վնասը, իրենք հələ մի կողմ թողնենք իրենց քաղաքական այլան, իրենք բարոյապես են այլասերում հասարակությունը, սա բարոյական այլասերում է, այս մարդիկ ուրեմն կան, իրենք կարող են մասնակցել ընտրությունների եւ կարելի է Հայաստանում ընտրությունների մասնակցել պետությունը փլցնելու լոզունգով, սա շատ մեծ այլասերում է հասարակության, անկալումների, ազատության իդեալների վերաբերյալ, ինչ ասեմ, վատ բան է իհարկե, օրինակ առաջին հանրապետության տարիներին, իհարկե այդ առաջին հանրապետության վրա ինչ ցեղ ասես շպրտված է, այսօր մարդիկ էլ այսօրվա դաշնակցությանը նայում են, սովետական գրքերում սրանց մասին ինչ գրած է, դա ասում են ինչ ճիշտ է գրած, էլի, բայց այսօրվա դաշնակցությունը այս սերունդի հետ կապ չունի, օրինակ դրանց նման մարդկանց, սրանց նման, որ պետության դեմ էին գործում, այսօր Փաշինյանը Տաթևի վանք էր, չէ, այցելել, այդ Տաթևի վանքից հարյուրավոր բոլշևիկներ են շպրտել ձորը, վերցել են ակադի, շպրտել են ձորը, այդ որ վարչապետին ես առաջարկում մի քիչ ներքև, մի քիչ լավ նայ, այդտեղ հարյուրավոր հայ բոլշևիկների վերցել շպրտել են ներքև, բայց բացվում է այս մարդիկ հակապետական դիսկուրսով կարող օրակարգով, հակապետական օրակարգով, մարդիկ եկել են սիրունետությունների կմասնակցել, ինչ է, շատ փող ունեն մարդիկ, շատ լավ է, ամեն ինչ շատ ընտիր է, այսինքն իրեք հարցը որն է, իհարկե մեզնից էլ է շատ բան կախված, իհարկե իշխանության բեռնել է շատ ծանր, մի քիչ հասկանանք, իհարկե դժվար է դա,
բարոյապես ձեռնտու չի, անարդար է մեզ համար, հոգեպես բարոյապես ճնշում է մեր վրա, որ նայեք այս կողոպտիչները կարող են քաղաքական կյանքում էլի նորից մասնակցություն ունենալ, բայց նկատի ունենանք, որ իշխանության բեռը շատ ծանր է։ Ինքը այս մահվան ճիրաններից հազիվ դուրս է գալիս, իր 200 տարվա բանաձև կա փաթաթած իր վզին, աշխարհագրությունը նույն է, բանակը տեն չի, աղքատ հասարակություն է, թուրքով, ռուսով գլխիդ նստած են, պետական ինստիտուտների փորձ չկա զարգացման, կողքդ անգլիան չի, որ բան սովորեցնի, դժվար է, իրենց համար է դժվար, սա հասկանալի է, բայց վերջին ինչ-որ պահի պետք է որոշում կայացի, ես եմ առիթ ունեցել եմ ասել, հիմա էլ եմ ասում, եթե այսպես շարունակվեց, ենթադրենք մեր որպես քաղաքական ուժեր, մեր քրիստոնյա ժողովրդական կուսակցություն եւ շատ այլ մեր նման կուսակցություն, ուժը չհերիքի ենթադրենք, սրանց դեմը առնելու իշխանության լեգիտիմությունն էլ աստիճանաբար ընկավ։ Կարող է ասենք օրինական ճանապարհով իշխանության եմ ես դիմում։ Դեմոկրատական ճանապարհով պետությունը հանձնեք սրանց։ Գան դեմոկրատական ճանապարհով ընտրվել, մարդիկ պետությունը հանձնեն։ Ու դուք էլ գնաք ձեր տատերին պատմեք, ասեք դե մենք դեմոկրատ ենք։ Բայց պետությունը չկա։ Ես եմ որ մենք բոլորս մի բան հասկանանք, կարծես շատերս ենք հասկանում, բայց փաստենք, ցանկացած բան, դեմոկրատիա, ավտորիտարիզմ, ինչ ուզում ելին, դա պիտի լինի պետության համար։ Ոչ թե պետությունն է դեմոկրատիայի համար, այլ դեմոկրատիան է պետության համար։ Կարող է հանուն դեմոկրատիայի, հանուն օրենքի պետությունը վարի տալ, որտեղ օրենք կա։ Այսինքն ինչ որ մի բան իշխանությունը պետք է ունենա երկրորդ որոշում, որ եթե հանկարծ հնարավոր լինի նման բան, օրենքով պետք է կասեցվի սրանց գործունեությունը։ Բա ինչ է նշանակում։ Այս մարդիկ վեր ինչ ուզում եք արեք, իշխանության հեղինակությունից սրանք տարել են, այս 5 տարվա մեջ տարել են։ Մի քիչ օբյեկտիվ, որտեղ օբյեկտիվ պատճառներ էլ կա։ Բայց նաև 5 տարի է տեղեկատվական հոգեբանական տերոր է։ Մի ամեն տարի 2% տարել են, 3%։ Լավ, ասենք այս ընտրությունները իշխանություն տարա, հաջորդ ընտրություններ։ Բա կարող է հաջորդ ընտրությունը այս հեղինակություն ունենալու եք, կարող է մենք էլ այդ ուժը չունենանք, բայց սրանք համար է, սրանք փող ունեն։ Կարող է օրինական ճանապարհով պարտվեք սրանց։ Պարտվեք, հետո էլ ասենք դե մենք դեմոկրատներս, դե մենք դեմոկրատիան բանը սրբազան կով է, ձերտալ չենք կարա։ Այսինքն պետք է որոշումներ կայաց։ Իհարկե ասեմ ձեզ նաև օբյեկտիվ լինելու համար։ Մենք էլ մենք որպես կուսակցություն, որտեղ բարձր մենք էլ այնքան չենք կարողանում կամ չենք կարողացել մինչև հիմա կազմակերպվել, միգուցե համագործակցության ձևաչափ չգտնելու պատճառով, չգիտեմ, չեմ կարող ասել։ Բայց մենք էլ բարձր մենք էլ պիտի լավ աշխատենք, մենք էլ մեր երթին իշխանության հետ զուգահեռ մենք պիտի կարողանանք սրանց գործունեությունը գոնե մեր քաղաքական դաշտում չթողնել։ Իսկ մնացածը ինչ ասեմ, դե սա երևի հայության ճակատն է, էլի ճակատին գրած է, ինքը խավարանով պետք է անցնի, երևի։ Ուրիշ պետություններ որ լինեն, հավանաբար, ասենք, այդ հարցերը արագ լուծել պրծել են ուրիշ ճանապարհներով, հանուն իրենց պետության։ Բայց մենք եւ իշխանության ընտրած մեթոդն է խավարանի մեթոդ է։ Մենք հոգեմաշ լինելով, ճռռալով պիտի պետություն դառնանք։ Երևի այս ճանապարհն է, իշխանության ընտրած ճանապարհը այդ է։ Գիտեմ, բարձ է որ ամեն ինչ պիտի անել, որ այս մարդիկ հնարավորություն չունենան, շանս չունենան անգամ, բայց ես ուզում եմ մեզի բան ասել, էլի եւ նաեւ իշխանությանը, որևէ մեկը թանկած գլուխ չգովեք, որևէ մեկը գլուխ չգովեք։ Մենք որպես ժողովուրդ, ես սա հիմա դեմ եմ մեր ժողովրդին, մենք պետություն փլցնել գիտենք։ Մենք գիտենք դա։ Մենք այդպիսի բան արել ենք մեր առաջին հանրապետության հետ։ Մեր առաջին հանրապետությունը 71000 քառակուսի կիլոմետր։ Մենք փլցրել ենք մեր պետություն։ Մենք ունենք այդ հատկությունը, կա մեր մեջ։ Հանկարծ ես ինձնից, ես որպես մեր ժողովրդին, մենք ունենք այդ հատկությունը։ Դրա համար հիմա այստեղ իշխանությունը բաներ կա, պետք է ուշադիր, դեմոկրատիան ամեն ինչ իր տեղը։ Դու ուշադիր լինել։ Մենք որպես հասարակություն պետություն մամլիչի տակ ենք։ Իհարկե շատ վտանգներ անցել են, բայց դա անցել են արտաքին նշաններով, բայց ստոր գետնի աշխատանքը տարվում է։ Ռուսաստանը համառ պետություն է, նայեք, համառ է։ Այդ պետությունը ուրիշի տարածքի համար խելագարվում է։
հատկապես հայկական տարածքի համար է եղել։ Իսկ հայության համար ընդհանրապես խելագարում է, որտեղ լավ մատերիալ է։ Լավ մատերիալ է։ Իրենց համար մարշալ կտա, որը 4 էլ Արցախից են, 4 մարշալներն էլ։ Բայց Արցախի համար մի հատ, ասենք, գնդապետ չենք տա, էլի։ Մեր հայրենական պատերազմում չենք տա, ռուսների հայրենականում կտանք։ Շատ ուրիշ բաներ, իրենք մեզ լավ գիտեն։ Ես ասեմ, տարբեր գործընթացներ են։ Մենք էլ որպես քաղաքական ուժեր դի լավ կազմակերպենք, դեր իշխանության հետ մենք սինխրոն աշխատենք, որսի կարողանանք սրանց մուտքը մեր խորհրդարան արգելել, բայց ասեմ դրա իրենք որ խորհրդարանում հայտնվելու շանս ունեն, այդ շանսը իրենք ունեն, այո։ Մայիսի 20-ին աշխատանքային այցով Հայաստան գալիս է Ռուսաստանի արտգործնախարարը։ Գալիս է որ ինչ անի Սերգեյ Լավրովը ձեզ։ Իդեպ նշեմ, որ սա Արցախի կատարյալ հայաթափումից, էթնիկ զտումից, բռնակցումից հետո առաջին այցն է Լավրովի։ Լավրովի պլանով ընկնում։ Դա ինչ ասեմ, գալիս է որ process-ը այլասերի ներհասարակական կարգեր բորբոքի գնահետ է անում։ Օրինակ շատ հետաքրքիր, ես վստահ եմ, որ ինքն է զանգել չամրվել, որ գամ էլի մի հատ, հավանաբար։ Իհարկե ողբերգություն չսարքենք, ինչքան էլ որ մեզ համար որպես հասարակություն հոգեպես, բարոյապես անկալելի չի այդ մարդու, ոչ միայն այդ մարդու, այլ որևէ ռուս չինովնիկի ներկայությունը մեր երկրում, բայց մենք դի քաղաքականապես հասուն լինենք, դի լինենք քաղաքական, քաղաքականությունը բազմաշերտ կարկանդակ է և գլխավորապես հույսերի հետ կապ չունի սենտիմենտալ զգացումների հետ, կապ ունի պետական շահի հետ, կապ ունի։ Մենք հաշվարկով պիտի աշխատենք, լավ հաշվենք, այս հարցում մենք մի քիչ թույլ ենք։ Մենք առաջնորդվում ենք, իհարկե մեր հույզերը ճիշտ են, մենք հիմա եթե կանգնենք ժողովրդով թքենք իր երեսին կլինենք ճիշտ, եթե մեր արտգործնախարարը կանգնի թքի երեսին ինքը կլինի ճիշտ, ինչ անենք կլինենք ճիշտ։ Բայց սրանք հարցի էմոցիոնալ մասն է, նրանց քաղաքական մասն է։ Ամեն դեպքում մենք այդ պետության հետ գործ ունենք, մենք այդ պետությունից պիտի կարողանանք ազատվենք, մենք աստիճանաբար իհարկե դանդաղ է, բայց մեր մարմնում տեղակայված ռուսական տարբեր քաղցկեղներից աստիճանաբար ազատվում ենք։ Հավանաբար եկել է, ինձ թվում է, եկել է Հայաստանի խնդրելու, որպեսզի Հայաստանի արտաքին քաղաքականությունը լինի մեղմ Ռուսաստանի նկատմամբ։ Իհարկե մեզ մոտ բան կա, շատ զռոց կա նաև, որ դե Ռուսաստանից յան չենք տալի, մենք լրիվ ռուսական, տես չի էլի, արդար պետք է լինի։ Հայաստանի Հանրապետությունը իր ինքնիշխանությունը բարձրացնելու հարցում ռուսական բազմաթիվ ներկայացություններից ազատվել է եւ պիտի շարունակի ազատվել։ Դրա համար հավանաբար սրանք եկել են նախ որպեսզի Ռուսաստանի իմիջը փրկեն, հավանաբար։ Դա նաև միջպետական հարաբերություն է, հիմա բան չանենք, դրա վերաբերյալ ողբերգություն չսարքենք, լավ չի իհարկե, մեզ բարոյապես մաշող բան է, որովհետև մեր պետության թշնամին է գալ, դա թշնամի է մեր պետության, դա շատ ավելի լուրջ թշնամի է, քան Ալիևը, Ալիևն էլ է իհարկե հայտնի, բայց սա շատ այլանդակ թշնամի է, բայց դե քաղաքականությունը ինքը հույզերի վրա չի, ոչինչ, թողա հետո ճանապարհին գնա աշխարհի վերջը։ Շնորհակալ եմ, պարոն։ Խնդրեմ։ Ընկերներ, զրուցակիցս Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուփիասյանն էր։